Երևանի և Բաքվի արանքում Անկարան միջնորդի տեղ է փնտրում։ Էջմիածինը ու չմիածին Բաքվի լեզուն հասավ հոգևոր մայրաքաղաքին։ Մոսկվան չի հրաժարվում բանակցել Կիևի հետ, բայց հարց է ով է ներկայացնելու Ուկրաինան Կրեմլի համար Զելենսկին լեգիտիմ չէ։ Եթե Կիևի հետ համաձայնություն չլինի, կլինի ճնշում Մոսկվայի նկատմամբ G7-ի երկրների զգուշացումը։ Իրանը ունի միջուկային զենք արտադրելու հնարավորություն, ցանկություն չունի։ Դոլարը իջնում է, ռուբլին բարձրանում, ինչով է պայմանավորված փոխարժեքի տատանումը։ Թվային վարորդական պլաստիկի փոխարեն վարորդը ընտրելու հնարավորություն կունենա։ Հանրապետության դպրոցներում հնչել է վերջին զանգը, տուգանային հրապարակներում աշակերտների վարած մեքենաներն են։ Ավտովթար Տավուշում զոհ եւ վիրավոր կա։ Եվ դարի գողությունը քնչականից տանելուց առաջ մինչև լուսաբաց նախ հաշվել է։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես Երևան-Բաքու հարաբերություններում Անկարան է փորձում տեղավորվել միջնորդի աթոռին խաղարարի կեղծ քողի տակ, այդ երկիրը փորձում է ձևացնել, թե հավասարի աչքով է նայում Երևանին ու Բաքվին ու իբր թե իր համար կարևորը տարածաշրջանի կայունությունն է։ Քաղաքագիտական համայնքում այս խաղից լավ հոտ չեն առնում, զգուշացնում են, Թուրքիան ի սկզբանե է ձգտել ամեն կերպ խցկվել ու մասնակցություն ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո մի փաստաթուղթ է հրապարակվել հռչակագիր Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախագահությամբ, որում սևով սպիտակի վրա նաև հայ-ադրբեջանական խաղաղության մասին են գրել, ակնկալիքների, շահերի մասին շեշտադրումներ արել։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ եւ մեր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, որը կհանգեցնի մեր տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերից բխող արդյունքների կրկին հաստատվել են։ Այն, որ Անկարան առերևույթ չկա հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց իրականում Ալիևը առանց մեծ եղբոր թույլտվության ոչ մի քայլ չի անում, հայտնի իրողություն է։ Բայց վերջին շրջանում հատկապես թուրքական հարթակը փորձում է իր դիրքերն ամուր ընդգծել, խաղաղարարի տպավորություն թողնել, որ եթե հանկարծ պաշտոնական միջնորդների կարիք լինի, ինքը թեկնածուների շարքում անքննարկելի առաջատար դառնա։ Ու թեև հայ-թուրքական հարաբերությունները փորձում են փաթեթավորել այնպես, որ իբր թե դրանք ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանականի հետ, ամեն դեպքում այստեղ թուրքերն իրենց առանձին օրակարգն ունեն։ Պարզապես միջնորդ լինելու համար պետք է անկախ ձևանալ, իբր հայերի հետ որևէ առանձին օրակարգ ու խնդիր չկա։ Անգամ իրենց երկրի ամենաբարձր մակարդակի փաստաթղթում են փորձել հավասարության նշան դնել Բաքվի ու Երևանի միջև։ Կարծում եմ, որ այս խաղը ուղղակի ինքը չպետք է ստացվի Թուրքիայի հետ։ Ոչ թե Ադրբեջանն այդպես ներկայացնում, այլ հենց Թուրքիան, այսինքն իրենք իրար հետ են անում, բայց գլխավոր դերը Թուրքիայի մոտ, այսինքն Թուրքիան փորձում է այսպես կեղծ պատկեր ստեղծի, որտեղ որ ինքը ուղղակի միջնորդ է, ինքը շատ կուզեր Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, որևէ խնդիր չունի, ուղղակի Ադրբեջանի հետ հարցերն է պետք լուծել, իսկ ինքը կարող է լինել երաշխավոր, միջնորդ եւ այլն։ Սա լիովին կեղծ պատկեր է իհարկե։ Թուրքական նախաձեռնությունը նաև 3 գումարած 3-ը, որի մասին դարձյալ վերջին շրջանում հիշատակումները քիչ չեն։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ օրերս հենց Երևանում ասաց, թե զգալի ներուժ են տեսնում հարթակում տարածաշրջանային համագործակցության զարգացման մեջ։ Բայց Թուրքիան իհարկե որպես պլան A կնախընտրի դեռևս միայնակ խաղալ, որովհետև այս հարթակում են Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը։ Այսինքն Հայաստանի համար ամենավտանգավորը կլինի թուրքական միջնորդությունը, որքան էլ թուրք դիվանագետները անաչառ ձևանան։ Թուրքիան այդ ագրեսիայի հովանավորն է, հիմնական հովանավորն է, համ գաղափարական, համ նյութական, համ քաղաքական ամեն ձև ինքը հովանավորում է այդ Ադրբեջանի ագրեսիան։ Այսինքն Թուրքիան պետքա բացառվի որպես միջնորդ։ Միանշանակ, եթե ընտրությունը Թուրքիան որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ 3+3 հարթակը, միանշանակ 3+3 հարթակը Հայաստանին ավելի ձեռնտու տարբերակ։ Խաղաղության գործընթացն ամբողջապես փակուղի տանող Ադրբեջանը հիմա մեծ եղբորն է փորձում գործում կողմ դարձնել, ինչ կա մտքին, իհարկե բանակցությունից մեծապես օգուտներ քաղելու նպատակ։ Բայց փորձագետն ասում է, խնդիրը նախ միջնորդները չեն, պետք է բալանսավորել ուժերը, որպեսզի ցանկացած միջնորդ երաշխավորի դեպքում թույլ չլինես, որևէ պարտադրանքի կուլ չգնաս։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը պարտադիր պայման է Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնության գործնական իրականացման համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան կողմ է, որ բոլոր ենթակառուցվածքային նախագծերը զարգանան, սակայն այս ծրագրերի կյանքի կոչման համար ըստ նրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից բացի անհրաժեշտ է նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում։ Մայրաթորը պատասխանել է Էջմիածնի տաճարի պատկանելության վերաբերյալ Բաքվի նոր զեղծարարությանը։ Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքը իրեն, այդ երկրի հոգևոր առաջնորդը հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի մայր տաճարը գտնվում են պատմական ադրբեջանական հողերում և հայերը իբր թե յուրացրել են այդ տարածքները, իսկ մեր եկեղեցին էլ իբր սպառնալիք է տարածաշրջանի համար։ Ուրիշինը գողացող յուրացնողը ի դեպ մոռացել է, որ անգամ իր երկրի անունն է այլ երկրից գողացված։ Բաքուն վերսկսել է հոգևորականների մակարդակով լուտանքներ թափել Հայաստանի վրա։ Ալլա Շուքյուր Փաշազադեն հայկական եկեղեցիներն ու հայկական հոգևոր մշակութային արժեքներն է պիտակավորել։ Արցախյան հոգևոր արժեքներն ու եկեղեցիները հիմնահատակ ավերելու ջատագով ադրբեջանցի հոգևորականը Սուրբ Էջմիածնին այլ անվանում է տվել։ Այս քաղաքականությունը Ադրբեջանի հոգևոր առաջնորդը սկսել է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Այլ առկալ իրանք գնում են իրենց ծրագրով։ Հիմա էլ արդեն նշանակում են Արևմտյան Ադրբեջանի իրենց թեզը համագումար իրականացեցին ավելին։ Արևմտյան Ադրբեջանի, ենթադրել Արևմտյան Ադրբեջանի համար հոգևոր առաջնորդ են նշանակել։ Քաղաքագետների դիտարկմամբ Ադրբեջանից տարբեր տրամաչափի եւ ռանգի հոգևորականների քաղաքական գործիչների հայտարարությունները խոսում են ռազմատենչության մասին։ Բաքուն պետք է չէ կեղծ թեզեր եւ լոզունգներ առաջ քաշի նախապատրաստվելով բուն հարձակմանը։ Դու չես կարող միանգամից հարձակվել մի երկրի վրա, դու պետք է դրա համար նախապատրաստական ուրեմն աշխատանքներ իրականացնել, ցույց տալու համար, որ այդ երկիրը քոնն է եւ ուրիշ երկրները այդտեղ ուրեմն ժամանակավոր տիրություն են անում։ Իսկ դրա համար դու պետք է տարատեսակ կեղծ գիտական թեզեր դնես շրջանառության մեջ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն արձագանքել է Փաշազադեի հայտարարություններին, նշելով, որ Փաշազադեն հանդես է եկել հայ ժողովրդի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված ատելությամբ եւ պատմական փաստերի խեղաթյուրումներով։ Մայրաթորն անհեթեթ է որակել նրա պնդումները, թե իբրև Էջմիածնի մայր տաճարը եւ այլ հայկական սրբավայրեր գտնվում են պատմական ադրբեջանական հողերում։ Զավեշտալի է, երբ ժողովրդի հոգևոր առաջնորդը, որի էթնոնիմն առաջացել է միայն 1930-ականներին, փորձում է վիճարկել հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի ինքնությունը եւ ժառանգությունը։ Նման կեղծարարությունները վկայում են, որ իրական սպառնալիքը տարածաշրջանի համար բխում է հենց այդ մոտեցումներից։ Սուտն ու կեղծիքը, որքան էլ կրկնվեն, չեն կարող ճշմարտություն դառնալ։ Փաշազադեի հերթական հայտարարությունը Արցախի պահպանության կոմիտեն հայատյացության դրսևորում է համարում։ Այն արտացոլում է նրա իրական վտանգավոր եւ պատերազմ հրահրող դեմքը։ Ալլահ Շուքյուր Փաշազադեն ոչ միայն ատում է հայերին, այլև բացահայտորեն արհամարում է ամբողջ հայկական մշակույթը, պատմությունը եւ ազգային ինքնությունը։ Նրա ակտիվ դերակատարումը Արցախի մշակութային եւ հոգեվոր ժառանգության ոչնչացման քաղաքականության մեջ անժխտելի է։ Հենց նա է մշտապես հանդես եկել հայտարարություններով, որոնք դարձել են հայ ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի գաղափարական հիմք, կրոնական քողի տակ արդարացնելով ռազմական հանցագործությունները։ Արցախի պահպանության կոմիտեն կոչ է անում միջազգային հանրությանը չանտեսել նման բացահայտ ատելության քարոզը, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու սպառնում խաղաղությանը եւ կայունությանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Արտգործնախարարությունից հայտնում են, որ նախատեսված է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Ֆրանսիայի արտգործնախարարը նաև Երևանյան երկխոսություն միջոցառման շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։
Մոսկվան չի հրաժարվում բանակցել Կիևի հետ, բայց հարց է ով է ներկայացնելու Ուկրաինան Կրեմլի համար Զելենսկին լեգիտիմ չէ։ Եթե Կիևի հետ համաձայնություն չլինի, կլինի ճնշում Մոսկվայի նկատմամբ G7-ի երկրների զգուշացումը։ Իրանը ունի միջուկային զենք արտադրելու հնարավորություն, ցանկություն չունի։ Դոլարը իջնում է, ռուբլին բարձրանում, ինչով է պայմանավորված փոխարժեքի տատանումը։ Թվային վարորդական պլաստիկի փոխարեն վարորդը ընտրելու հնարավորություն կունենա։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը այժմ միջազգային լրահոս։ Եթե Մոսկվան հրադադարի շուրջ համաձայնության չգա Կիևի հետ, ապա մեծյոթնյակի երկրները առավելագույնի կհասցնեն ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ G7-ի ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարները հրապարակած կոմյունիկեում նշում են, որ հեղինակները պայմանավորվել են մեխանիզմ մշակել, որը կարգելի պատերազմում Ռուսաստանին աջակցող կամ ֆինանսավորող երկրներին մասնակցել Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնմանը։ Հիշեցնեմ, անցյալ տարի այդպիսի մի հանդիպման արդյունքներով հայտարարությունում մասնակիցները քննադատել էին Չինաստանին եւ Հյուսիսային Կորեային պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Այս տարվա հայտարարության մեջ այս համատեքստում որևէ երկրի անուն չի նշվում։ Մոսկվան սկզբունքորեն չի հրաժարվում Կիևի հետ բանակցային սեղանի շուրջ նստել, սակայն հարց է, թե ում հետ պետք է բանակցել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ ռուս դիվանագետի Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմության հարցը վճռորոշ նշանակություն ունի, քանի որ եթե փաստաթուղթը ստորագրեն նրանք, ում լեգիտիմություն արդեն ոչ մեկին չի համոզում, ապա ներկայիս իշխանության փոխարինողները կկարողանան կասկածի տակ դնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լավրովը հիշեցրել է նաև Զելենսկու նախկին հայտարարությունները, թե հրամանագիր է ստորագրել, որը արգելում է բանակցություններ վարել Պուտինի եւ նրա կառավարության հետ։ Հռոմում նախատեսված ԱՄՆ-Իրան միջուկային հիմնախնդրի հարցով բանակցության 5-րդ փուլին ընդառաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի զիջելու իր միջուկային իրավունքները եւ Թեհրանը ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն դա անելու ցանկություն չունի։ Դիվանագետը պնդել է, Իրանը ուրանի հարստացումը պետք է շարունակի, բայց եւ պատրաստ է վստահության կառուցման եւ թափանցիկության դեպքում համաձայնել ավելի լայն մշտադիտարկման, իսկ ավելի վաղ Աբբաս Արաղչին նամակ էր գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իրանական միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի սպառնալիքների մասին։ Իրանը նախազգուշացնում է վաղեմի թշնամուն սիոնիստներին զերծ մնալ ցանկացած հապչեպ գործողություններից եւ հայտարարում է, որ այս ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիք կամ խախտում կստանա կոշտ եւ վճռական պատասխան։ Մայիսի 21-ին CNN-ը վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները հայտնել էր, որ Իսրայելը հարված է նախապատրաստում Իրանի միջուկային ենթակառուցվածքին։ Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով նման հարվածի հավանականությունը վերջին ամիսներին զգալիորեն աճել է։ Այսօր էլ Թեհրանը պաշտոնապես հրապարակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ ատոմային էներգիայի միջուկային գործակալության ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ուղղված նամակը։ Այստեղ վտանգների մասին լուրջ շեշտադրումներ են։ Կրկնվող սպառնալիքների հետ կապված Իրանը ստիպված կլինի մի շարք միջոցներ ձեռնարկել իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար, ինչի մասին կտեղեկացվի ՄԱԳԱՏԷ-ին։ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Թեհրանը ԱՄՆ-ին կդիտարկի որպես նման հարձակման մեղսակից եւ կստիպի նրան պատասխան տալ դրա համար։ Սաստկանում է իրավիճակը ու մեծանում միջուկային հարվածի հավանականությունը, թե Թեհրանը զգուշավոր դիվանագետի դիրքերում է։ Միացյալ Նահանգները եւ Իրանը Օմանի միջնորդությամբ բանակցությունների 4 փուլ են անցել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Ի վերջո կլինի արդյունք, թե Թել Ավիվը կհասնի նպատակին Վաշինգտոնին համոզելու, որ հարվածելու պահն է հասունացել։ Քաղաքագետը ասում է, ոչինչ պետք չէ բացառել, բայց միջուկային հարվածի հավանականությունը ամեն դեպքում քիչ է։ Կարծում եմ կողմերը հակված են, որ միջուկային գործարքը կնքվի, թե Իրանի եւ թե ԱՄՆ-ի շահերից բխում, որ այդ համաձայնագրը ստորագրվի։ ԱՄՆ-ն ունենա երաշխավորված իրավիճակ, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Իրանն էլ կերաշխավորվի այն, որ բոլոր պատժամիջոցները նրա վրայից կհանեն, ինչը օդի ու ջրի նման այժմ պետք է Իրանին։ Իսրայելն է պատերազմ ուզում, ոտնահարելով Թրամփի խոսքը տեսակետներից մեկն է։ Մյուսը, թե Թրամփն է օգտագործում հրեական պետությունը սպառնալիք օդում կախված պահելով, որպեսզի բանակցություններում հաջողի։ Այստեղ փորձագետները առավել հակված են պնդել, որ Միացյալ Նահանգներն այս փուլում բախումներ չի ուզում, երբ ակտիվ երկխոսում է Իրանի ու Ռուսաստանի հետ։ Կարճ ասած, ձեռնտու չէ։ Իդեպ մասնագետները հիշեցնում են նաև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի Ադրբեջանին սաստող վերջին հայտարարությունը,
հայտարարությունը նաև Հարավկովկասի վերաբերյալ։ Ամերիկային այս ուղղությամբ էլ հիմա հանգիստ է պետք։ Սպիտակ տանը վաղուց են բանաձևել, երբ այստեղ կան բախումներ, ռուսական միջամտությունը առավել ակտիվ է, դերակատարությունը մեծ։ ԱՄՆ-ն այս ուղղությամբ ջանքեր է դուրսադրել, որպեսզի Հարավային Կովկասը դուրս գա Ռուսաստանի վերահսկողության տակից, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը այստեղ ավելի ուժեղանում է, երբ կոնֆլիկտ կա։ Եթե կոնֆլիկտ չլինի, Ռուսաստանի դիրքերը չափից դուրս կփուլանան։ Եվ ուրեմն Իրան-Իսրայել հնարավոր բախումը կփոխի այս խաղի տրամաբանությունն ամբողջովին, խաղաքարտերը նորից կբաժանվեն։ Իրադարձությունից անմասն չեն մնա մեր հարևանները, չէ՞ որ Ալիևը շունչը պահած է սպասում, թե երբ Թեհրանը հարվածի տակ կհայտնվի եւս մեկ անգամ պլացդարմ Սյունիքի ուղղությամբ բացելու համար։ Տիգրանուհի Գուրգինյան, ժամը լրատվական։ Կրկին Հայաստան, դարի գողություն մի վայրից, որտեղ սովորաբար բացահայտում են հանցագործությունները, բայց այս անգամ այլ բանաձև է աշխատել, որպես իրեղեն ապացույց քննչական կոմիտեում պահվող ավելի քան $500,000 են գողացել, մեկ անձ է ձերբակալվել, որը ըստ տեղեկությունների ամբողջ գիշեր նախ հաշվել է չհրկիզվող պահարանի պարունակությունը, առավոտյան միայն դուրս եկել շենքից, այլ կերպ ասած ստացվում է այս դեպքում օրենքի պաշտպանները իրենք ունեն պաշտպանվելու կարիք։ Ավելի քան $500,000 են գողացել քննչական կոմիտեից, տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում այն որպես իրեղեն ապացույց էին պահում, թե ով ու ինչպես է փողը տարել, առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա, միայն հակակոռուպցիոն կոմիտեն է հայտարարություն տարածել, թե քննչականից հաղորդում են ստացել, քրեական վարույթ նախաձեռնել, 1 հոգու ձերբակալել։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել եւ իրականացվում են լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ։ Ում է ձերբակալել հակակոռուպցիոնը, մամուլը վաղ առավոտից գրում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին։ Լրատվամիջոցների տեղեկությունը սակայն քննչականի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, այդ թվում նաև ամբողջ այն process-ը, որ նկարագրում են, թե գողը շենք է մտել քննիչի կեղծ անցագրով, այնտեղ մնացել ամբողջ գիշերը, չհրկիզվող պահարանից գումարը հանել, դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի մեկնարկից առաջ դուրս եկել։ Քննչական կոմիտեն հենց այն մարմինն է, որը զբաղվում է հանցագործների բացահայտմամբ եւ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելով։ Հետևաբար, երբ որ այդ մարմնից է այդ տեսակ գումար անհայտանում իրեղեն ապացույցի տեսքով, իհարկե սա տարակուսանք է առաջացնում, որովհետեւ այդ մարմինը առավելագույնս պետք է պաշտպանված լինի եւ զերծ լինի նման միջամտությունից։ Եթե այդտեղ են նման բաներ տեղի ունենում, իհարկե սա շատ մտահոգիչ է բոլորիս համար։ Եթե անգամ ոչ գողության, ապա առնվազն պաշտոնեական անփութության հետ խնդիր կա, հավելում է փաստաբանը։ Իրեղեն ապացույցի ոչ պատշաճ պահպանության համար այդ պաշտոնատար անձը լիիրավ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Քննչականում չնկատեցին նոտարին, ինչպես այդքան պրոֆեսիոնալ գործեց ամենատեսների կողքին։ Հարցերն առայժմ օդում են մնում, հատկապես երբ տեղեկություններ կան նաև, թե գումարի հափշտակության երկրորդ փորձն է պահարանի բանալու ու անցագրի կորելու հետնապատկերում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ռուսական ռուբլու արժևորման ֆոնին ամերիկյան դոլարը օր-օրի իջնում է, փոխարժեքի անկման պատճառներից մեկն էլ ըստ տնտեսագետների մեր երկիր արտերկրից եկող տրանսֆերտներն են, որոնք հիմնականում կանխիկով են։ Դեռ որքան կշարունակվի անկայուն այս վիճակը, ոչ ոք չգիտի, գիտեն, որ սա տնտեսական բացասական էֆեկտ կունենա հատկապես արտահանողների համար։ Վերջին մի քանի օրերին փոխարժեքի կուրսն է անընդհատ տատանվում, ավելի շատ դեպի ներքև իջնում։ Առևտրային բանկերը, փոխանակման կետերը այս օրերին դոլարը գնում են 381-382 դրամով, վաճառում 386-ով։ Ֆինանսական ոլորտի մասնագետներն այսպես են բացատրում. Հանրապետությունում առևտրային բանկերում փոխարժեքի ավելցուկ կա եւ բանկերը կարելի ասել էժան գնով փորձում են այն իրացնել։ Հիմնական պատճառը ներքին շուկայում արտարժույթի առաջարկն է, որի պատճառով, այսինքն բանկերը անverջ չեն կարող առնել, որտեղ իրենց մոտ նորմատիվային սահմանափակումներ կան, կուտակում է լինում, իրենք ստիպված փոխարժեք իջեցնում են, կենտրոնական բանկն երևի շաբաթը 2 անգամ 70 միլիոն ավալով առնում է, որպեսզի այդ ավելցուկային իրացությունը քաշի։ Իսկ փոխարժեքի ավելցուկը առևտրային բանկերում փոխանակման կետերում վկայում է այն մասին, որ մեծ քանակի տրանսֆերտների հոսք կա դեպի երկիր։ Այդ հոսքի առյուծի բաժինը հիմնականում կանխիկ եղանակով է։ Հոսքերի մի մասը բանկային փոխանցումներով, մի մասը կանխիկ է գալիս,
գնում, գալիս է ինչ-որ արժույթ, գնում է, այստեղից առնում են մեկ այլ արժույթ, երկրից դուրս է գալի, որը բանկային համակարգը այսպես չի ֆիքսում, որտեղ կանխիկ է։ Կանխիկն է ինքը տեսնում, էլի։ Ընդհանրապես փոխարժեքի ցածր կուրսը ոչ բարենպաստ է արտահանող տնտեսվարողների համար։ Արտահանվող ապրանքի դիմաց փոխարժեքով են վճարում, իսկ դրա օր-օրի նվազումը ոչ շահութաբեր կարող է լինել տնտեսվարողների համար։ Ինչքան ժամանակ է այդ փոխարժեքի նվազումը բանական արտահանողներն դժգոհում են, իրենց ապրանքը վաճառում են դրսում դոլարով, այստեղ դրա փոխարժեքի իջնում է, բայց դա իրենք պիտի քայլեր ձեռնարկեն ինչ-որ ձևով իրենց ռիսկերը նվազեցնելու, այսինքն փոխարժեքի ռիսկերը կառավարելու։ Որքան կշարունակվի փոխարժեքի տատանումը, կուրսի նվազումը, տնտեսագետները դժվարանում են կանխատեսումներ անել աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում, բայց եւ հորդորում են քաղաքացիներին իրենց գումարները պահել բալանսավորված չափաքանակով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թվային վարորդական պլաստիկի փոխարեն օրենքը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից։ Նրանք, ովքեր արդեն ունեն վարորդական, փոխատեղում կունենա, նրանք, որ նոր պետք է ստանան, կարող են ընտրել պլաստիկ կամ թվային տարբերակը, բայց սա կգործի միայն Հայաստանի տարածքում։ Եթե երկրից դուրս մեքենա եք վարելու, ապա անհրաժեշտ է պարտադիր ունենալ պլաստիկը։ Սեպտեմբերի 1-ից թվային վարորդական վկայականներ կունենանք, պարեկը կկանգնեցնի մեքենան ու կնկատեք, որ պլաստիկ քարտն օրինակ տանն եք թողել, ծառայողը կփորձի նույնականացնել ու եթե պարզի իրոք վարորդական իրավունք ունեք, գոնե քարտի բացակայության համար չի տուգանի։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այն անձինք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, սակայն այն անձինք, ովքեր նոր պետք է ձեռք բերեն վարորդական վկայական, նրանց կներկայացվի, այսպես ասած, ընտրության հնարավորություն։ Թվային վարորդականը ֆիզիկական պլաստիկի համեմատ կլինի ավելի էժան, երկուսը նախընտրելու դեպքում կվճարեք պլաստիկի համար միայն, սակայն հիշեք, թվայինը բացառապես մեր պետությունում վավեր կլինի, երկրից դուրս գալու դեպքում դրա հետ հաշվի չեն նստի։ Երկու հիմնական խնդիր ենք լուծում։ Առաջինը դա ծառայության մատուցման որակի բարձրացումն է, սրանով մենք ուրեմն նվազեցնում ենք, հնարավորինս նվազեցնում ենք այն վարչարական բեռը, որ կարող է առաջանալ։ Երկրորդը մեր բոլոր ծառայությունները ավելի թվային միջավայրում մատուցելու գաղափարն է, որպեսզի հետագայում այլ վարչարական գործողությունների համար օգտագործելիս քաղաքացիները կարողանան, ասենք, բազայում ուրեմն ունենալ իրենց այդ վկայականները։ Վարորդական վկայականների հետ կապված մեկ այլ փոփոխություն է նախաձեռնել ներքին գործերի գերատեսչությունը։ Եթե վարորդական իրավունքի ստացման քննությունից կտրում են, ապա միայն մեկ շաբաթ անց վերահանձնելու փոխարեն հնարավորություն կտան հավելյալ վճարի դիմաց հենց հաջորդ օրը կրկին փորձել։ Հիմնականում պահանջարկից է գալիս այս փոփոխության առաջարկությունը, մենք տեսնում ենք, որ շատ դիմորդներ մեզ դիմում են եւ ասում են, որ իրականում գիտեք, մի փոքր տեխնիկական սխալի պատճառով չեմ կարողացել բարիերը հաղթահարել, հնարավորություն ունեմ, եթե ինձ տրվեր հնարավորություն, ես ավելի արագ ժամանակում կկարողանայի հաղթահարել։ Իսկ քննություն հանձնելու ամենօրյա շանսը չի բազմապատկի առանց այն էլ մեծ հերթերը։ Փոխնախարարը տեղեկացնում է, հերթագրման համակարգն են փոխում։ Առաջիկա օրերին արդեն կներկայացնեն այն։ Մյուս գործառույթներն առցանց հարթակ տեղափոխելով աշխատանքները կթեթևանան, քննական գործընթացի համար կօգտագործեն ռեսուրսը։ Բացի այդ, կենթանի եւ օնլայն հերթերն իրար կմիացնեն։ Նախընտրությունն իհարկե առցանց հերթագրումներին տալով, սակայն վիճակագրությամբ օնլայն հերթագրվածների որոշ մասը չի գալիս քննության։ Այս դեպքում ֆիզիկապես հերթագրվածների հերթն առաջ կընկնի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ Հանրապետության դպրոցներում հնչել է վերջին զանգը, տուգանային հրապարակներում աշակերտների վարած մեքենաներն են, ավտովթար տավուշում, զոհ և վիրավոր կա, և դարի գողությունը քնչականից տանելուց առաջ մինչև լուսաբաց նախ հաշվել է։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հանրապետության ավելի քան 1500 կրթական հաստատությունում այսօր հնչել է վերջին զանգը։ Դպրոցը ավարտողներին ուղղված շնորհավորական ուղերձում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հորդորել է համարձակ գնալ երազանքների ու նպատակների հետևից, սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Ժամը 12-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում վերջին զանգի միջոցառումների մասնակիցների 109 տրանսպորտային միջոց է տեղափոխվել տուգանային հրապարակներ, որից 78 եղել են անչափահասներ, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։
Ժպիտների տակ թաքցրած հուզմունքով ու սրտի դողով են ապրում իրենց ավարտական վալսը։ Վերջին զանգն է հուշերի ու հույսերի։ Լեոնիդ Ազգալդյանի անվան 200 հիմնական դպրոցն այս տարի 5 դասարան է ավարտում։ 9-րդ դասարանցիներն են թվով 141 շրջանավարտ։ Պատանիները փոքրինչ հուզված, բայց համարձակ քայլերով թևակողում են ավելի գիտակից ու պատասխանատու կյանք։ Հետնաբեմում արդեն դպրոցական անհոգորերն ու ջերմ հուշերն են։ Իրոքից տխուր է, որ 9 տարի այսքան սովորում ենք ու ավարտում ենք հիմա ու շատ քիչ ենք սկսելու իրար տեսնել, շատ կկարոտեմ մեր երեխաներին դասարանի, մեր դասղեկին Ինկեր Պետրոսյանին շատ կկարոտեմ։ Մեր դպրոցը յուրահատուկ դպրոց է ու երկրորդը չի լինի հաստատ։ Երազում եմ դառնալ իրավաբան ու շարունակել այնտեղ իմ ուղին։ Լինել բարի, անկեղծ, ընկերական, ճիշտ խորհուրդներ են տվել մեզ կյանքի համար։ Մենք սեր ենք տանում եւ հիշողությունները ուսուցիչների հետ կապված եւ մեր բոլոր դասերի, որ դասարանում եղել է դասընկերների հետ։ Նրանց կրթած դաստիարակած ուսուցիչները վստահ են նոր սերունդը լինելու է համախմբման ու վերելքի լույսը։ Ուզում ենք, որ ստեղծագործ աշխատանքը, առողջ միտքը, գիտելիքը, կրթությունը դառնան այն կարևոր հենքը եւ հենասյունը, որը ապագայում մեր պետության ու պետականության համար հիրավի կապահովի լուսավոր ապագա։ Կյանքի բոլոր մարտահրավերները ընդունեք համարձակ եւ դրանց կատարումը թող դառնա հայրենի հողի վրա կանգնելու ամուր հիմք։ Այս տարի վերջին զանգը հնչում է ավելի քան 1500 կրթական հաստատություններում։ Երազանքներով ու ձգտումներով խանդավառված աշակերտները գիտակցում են, որ այսուհետև հենց իրենք են սեփական հաջողությունների ու երկրի ապագայի պատասխանատուն։ Սվետլանա Ավդիշյան, Աշոտ Ավետիսյան, ժամը լրատվական։ Մեկ գիրքը կարող է փոխել առնվազն մեկ մարդու կյանք, վստահ է Վերածնունդ հիմնադրամի տնօրենը, որ այդ մարդիկ շատանան, մարզերում էլ շատ կարդան։ Նյումեկ հրատարակությունը Վերածնունդ հիմնադրամի հետ շուրջ 200 անուն 500 գիրք է նվիրել աշտարակ քաղաքին։ Գրահրատարակությունից ասում են, գրքերի ճամփորդությունը շարունակվում է եւ հաջորդ կանգառը լինելու է կրկին համայնքային գրադարան։ Նյումեգը Վերածնունդ հիմնադրամի հետ շարունակում է գիրք նվիրել Book Donation նախաձեռնությամբ։ Այս անգամ նոր ու ժամանակակից գրքերը հասան աշտարակ։ Գրադարանները ժամանակակից բովանդակությամբ համալրելու շարքը հիմնադրամն ու հրատարակչությունը սկսել են Վայքի համայնքային գրադարանից։ Նախաձեռնության շնորհիվ աշտարակի գրադարանը եւս համալրվեց 500 գրքով արդի բազմաժանր ու հետաքրքիր գրականությամբ, որը հասանելի կլինի թե մեծահասակ ընթերցողների, թե փոքրերի համար։ Եվ Նյումեկ հրատարակչության եւ Վերածնունդ հիմնադրամի համար շատ կարեւոր է մեր համայնքներում զարգացնելը մարդկանց վերաբերմունք, ժամանակակից գրականության հանդեպ կիրթ, բարեկիրթ վերաբերմունք, որ եղել է, մենք գրքի ժողովուրդ ենք, մենք սիրել եւ պաշտել են գիրքը եւ այսօր Նյումեկ հրատարակչություն արդեն 6-րդ համայնքում է ներկայացնում 500 անուն գիրք, որպեսզի եւ պատանիները, եւ երիտասարդները, եւ ընտանիքները կարողանան համախմբվել գրքի շուրջ։ Ծրագիրը մեկնարկել էր մոտ 1 տարի առաջ եւ շարունակվում է տարբեր համայնքներում։ Գաղափարը պարզ է, բայց ազդեցիկ։ Խթանել ընթերցանությունը համայնքներում գրադարանը վերածելով կենթանի մշակութային օջախի։ Մեր մոտ հիմնական հարցը, որ առաջացավ, արդյոք համայնքներում իսկապես կա անհրաժեշտություն այդ գրքերի եւ համայնքապետերի հետ խոսելու ընթացքում ես հաճելիորեն զարմացած էի, երբ որ իմացա, որ իրական բավական ակտիվ են համայնքային գրադարանները, ընթերցողներ կան։ Մեր գրադարանները իրոք ունեն գրքերի կարիք եւ ինձ թվում է, որ այս գրքերը նոր հնարավորություն են մեր համայնքի պատանիների եւ երիտասարդների համար։ Անմիջապես ես ձեռքերի մեջ զգալու ֆիզիկապես գիրքը։ Վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի խոսքով գրադարանների վերազինումն ուղղակի ներդրում է համայնքային կրթական եւ մշակութային զարգացման մեջ։ Սեփական փորձից ելնելով նաեւ ընդգծեց, որ գրքերը կարող են կյանքեր փոխել։ Ես համոզված եմ, որ անգամ մեկ գիրքը կարող է մարդու կյանք փոխել, իսկ բնականաբար 200 անուն 500 գիրքը ինչքան շատ ավելի հնարավորություն ունի մարդկանց կյանքեր փոխելու։ Միջոցառման ավարտին աշտարակի համայնքն իր երախտագիտությունը հայտնեց նախաձեռնության հեղինակներին նաև շնորհակալագրերով։ Վերածնունդ հիմնադրամի աջակցությամբ սա երկրորդ գրքանվիրատվությունն է։ Գրքի ճամփորդությունը շարունակվում է, հաջորդ կանգառը եւս համայնքային գրադարան է։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ստեղծագործական 50 տարվա ապրումները, մտքերն ու հույզերը արվեստագետը թաթախել է ներկի մեջ ու հանձնել կտավին, նրա գույները սկզբում մութ էին, հետո գունեղ ու հյութեղ կտավներ դարձան։ Արդյունքում հայ գեղանկարչության մեջ իր ուրույն ասելիքն ու անելիքը ունեցող 75-ամյա վարպետը ավելի քան 80 կտավով ներկայացել է արվեստասերին,
Սվետլան Ավդիշյանն է քայլել Սամվել Սևադայի ստեղծագործական արահետով։ Հույզերի խախ, էմոցիոնալ խորություն ու դինամիկ կոմպոզիցիա է փոխանցում իր կտավներով գույների վարպետը։ Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ներկայացված են գեղանկարիչ Սամվել Սևադայի 80-ից ավելի գործեր։ Կույսի համաստեղություն խորագրով հետահայաց ցուցահանդեսին արվեստագետը երկար է պատրաստվել և կյանքի կոչել իր ծննդյան 75-ամյակին, նաև նվիրել Աբովյան քաղաքում իր 50-ամյա աշխատանքային ստեղծագործական ուղուն։ Ներկայացրել եմ 50 տարի առաջվա գործեր և մինչև այսօրով տարբեր ժամանակների աշխատանքներ կան այստեղ, իրանք տարբերվում են նույնիսկ գույնով, մտածողությամբ։ Գույնը որպես հույզի լեզու։ Սևադայի կտավներում գունային գաման պարզապես գեղարվեստական հնարք չէ, զգացողությունների, ապրումների ու հոգու լեզվի թարգմանն է։ Ամեն երանք մի գաղափար, տրամադրություն կամ հոգեվիճակ է։ 30-ական տարիներից սիրահարված էի օխրա գույներին, այդպիսի գորշ գույներով էի նկարում և շատ սիրում էի։ Դրանից հետո անցավ մի շրջան, որ սկսեցի սյուրռեալիստական նկարներ նկարել, որ շատ տարված էի Սալվադոր Դալիի գործերով։ Այս վերջի տարիները ավելի գունեղ, ավելի մոտս մի տեսակ այդպես վերածնունդ սկսվեց բան եւ այլն, սկսեցի ավելի գունեղ նկարներ նկարել, ոսկիներ կամ մեջը շատ հետաքրքիր կապույտներ, կարմիրներ։ Ամեն մի գույնը երեխեք նկարչության մեջ խոսում է։ Ամեն մի գույնը իր արտահայտչական միջոցն ունի, այսինքն իր նույնիսկ միտքը ունի։ Սևադայի գեղարվեստական ձեռագրին շատերն են ծանոթ։ Արվեստագետը շուրջ 30 անհատական ցուցահանդես է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Լեհաստանում, Էստոնիայում, Ռուսաստանում եւ այլուր։ Նա տեսնում ու պատկերում է կյանքն իր ելևէջներով։ Կտավներից առանձնացնում է այս մեկը, որ ստեղծել է Չարենցի բանաստեղծության մոտիվներով։ Ետ կնայես ու կճիչած կարոտից, ջինջ արցունքներ կճաճանչեն, կմարեն։ Այդ բանաստեղծության մոտիվներով ասա նկարած, նկարել եմ մի քանի անգամ այս նկարը, բայց տարբեր վարիացիաներով։ Լույս, գույն ու դրական էմոցիաներ է ուզում փոխանցել գեղանկարիչը բոլոր արվեստագետներին։ Սևադայի կտավների հետ ակամայից զգում ես, որ գույները ոչ միայն ոգեշնչող են, այլև խոսում են քեզ հետ լցնելով հոգիդ, դարձնելով նրա արվեստը յուրահատուկ, ճանաչելի եւ ինքնատիպ։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ 2024-ի ընթացքում շուրջ 160,000 քաղաքացի է նույնականացման քարտ ստացել, իսկ այս տարվա մոտ 6 ամսվա ընթացքում արդեն 90,000-ը։ Այն քաղաքացիները, ովքեր դեռ չեն հասցրել ID քարտ ստանալ, ներքին գործերի նախարարությունից վստահեցնում են, տուգանքներ չեն կիրառի եկամուտների հայտարարագիր լրացնելիս, իսկ մինչև այսօր Արցախից տեղահանված ավելի քան 120,000 մեր քաղաքացիներից մոտ 10,000-ն է ընդամենը դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ 9451 բռնատեղահանված արցախցի է մինչև մայիսի 20-ը դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի քաղաքացիության համար դիմելու հետ կապված վերջին շրջանում որոշակի ակտիվացում են նկատում։ Եթե տարվա սկզբին ունենում էին օրական մոտ 20 դիմում, ապա հիմա օրական 40-ից 50 դիմում են ստանում։ Ծնողներից գոնե մեկի Հայաստանի քաղաքացիություն ստանալու պարագայում երեխան ավտոմատ դառնում է Հայաստանի քաղաքացի։ Տուգանքներ չեն կիրառվի եկամուտների հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն հասցրել ID քարտ ստանալ։ Ներքին գործերի փոխնախարարը հաստատել է քարտերի տրամադրման հետ կապված որոշակի խնդիրների առկայությունը։ Դրանք այժմ լուծվում են։ Նաև հայտնել է, որ 2024 թվականին տրամադրվել է 160,000 նույնականացման քարտ, իսկ ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 90,000-ը։ Սա պայմանավորված է նաև կառավարության թվային օրակարգով։ Որոշվել է նաև ֆրանսիական ընկերությունը, որը կթողարկի ID քարտերն ու կենսաչափական անձնագրերը։ Հյուսիս-հարավ ճանապարհի տրանշ 4 Քաջարան-Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները 15%-ով կատարվել են։ Ըստ նախագծի Քաջարան-Ագարակ հատվածը կունենա 32 կիլոմետր երկարություն, 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր եւ այլն։ Ճանապարհահատվածի ֆինանսավորված միջոցներով կկառուցվի նաեւ 7.2 կիլոմետր երկարությամբ Քաջարանի թունելը։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 214.4 միլիարդ դոլար է։ Աշխատանքները սկսվել են 2024 թվականին, նախատեսում են ավարտել 2027-ին։ Առավոտից քաղաքացիները փակել են Արցախի փողոցից Ջեք եւ Արինբերտ փողոց տանող խաչմերուկը։ Բողոքում են, թե այդ հատվածում բազմաթիվ արտադրական օբյեկտներ կան, իսկ ճանապարհն անմխիթար վիճակում է։ Ավտոմեքենաները երթևեկելիս փչանում են։ Բողոքավորները պատմել են, որ 2 ամիս առաջ էլ նույն խնդրով ակցիա են իրականացրել, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանն էլ արձագանքել է, թե ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը 2025 թվականի ապրիլի 30-ին են ներկայացվել մրցույթի, սակայն հայտ չի ստացվել։ Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։
Ավտովթարը տեղի ունեցել Տավոշի մարզում ժամը 12:30-ի սահմաններում։ Mitsubishi Magnish-ի ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծին վանք տանող ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր շրջվել։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկին էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են բուժկենտրոն։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարներ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակի մասին հանգստյան օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, երկուշաբթի արդեն արև կլինի։ Իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 18-ից 23 աստիճան ջերմություն, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կլինի 16-ից 19, Լոռիում 19-ից 22 աստիճան տաքություն, Տավուշում սպասում ենք 22-ից 25 աստիճան ջերմություն, Արարատում, Արմավիրում կլինի 26-ից 28, Սյունիքի Հովիտներում 25-ից 28 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռնային հատվածներում սպասվում է 17-ից 20 աստիճան տաքություն, իսկ մայրաքաղաք Երևանում գիշերը կլինի 13-ից 15, ցերեկային ժամերին 26-ից 28 եւ երեկոյան ժամերին 17-ից 19 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։